Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Կրեմլում հանդիպելուց 2 օր անց կրկին սպառնացել է, հայտարարելով, որ Ռուսաստանը կամ ռազմական կամ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը, այսինքն ողջ Դոնբասը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական զորքը ստիպված կլինի դուրս գալ այդ տարածքներից։ Ամեն ինչ հանգում է դրան, կամ մենք ազատագրում ենք այս տարածքները զենքի ուժով, կամ ուկրաինական զորքերը լքում են այս տարածքները եւ դադարեցնում այնտեղ կռվելը։ Հնդկաստան կատարելիք այցից առաջ India Today-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է Կրեմլի հանդիպման մասին, այն շատ օգտակար անվանելով։ Կրեմլի ղեկավարն ասել է, որ հանդիպմանն անցել են ամերիկյան բոլոր 27 առաջարկների վրայով, որոնք ներկայացված էին 4 փաթեթով։ Դրանք ըստ նրա հիմնված են Ալյասկայի պայմանավորվածությունների վրա, եւ որոշ հարցերի Մոսկվան համաձայնել է։ Պուտինն ասել է, որ խնդրի կարգավորումը բարդ է, իսկ Եվրոպան պետք է նպաստի գործընթացին, ոչ թե խոչընդոտի։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին հայտարարել է, որ եթե Եվրոպական միությունն Ուկրաինային մեջբերում վարկ տրամադրելու քողի տակ գողանա ռուսական սառեցված ակտիվները, ապա Մոսկվան դա կարող է պատերազմ հրահրելու գործողություն համարել Եվրոպական միության եւ առանձին երկրների համար դրանից բխող հետևանքներով։ Ու մինչ Մոսկվան կրկին սպառնում է, Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը մեկնում է Միացյալ Նահանգներ, հանդիպելու Ուիթքոֆի հետ, որը նրան կներկայացնի դեկտեմբերի 2-ին Պուտինի հետ հանդիպման արդյունքները։ Երեկ էլ ուկրաինական պատվիրակության ղեկավարը խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ասել է, որ Ումերովը հեռախոսազրույց է ունեցել Ուիթքոֆի հետ, սակայն քանզի սա նուրբ հարց է, անվտանգության նկատառումներով որոշվել է մանրամասները քննարկել դեմ առ դեմ հանդիպմանը։ Був контакт керівника Ուկրաինскої делегації. Նրանց գնահատմամբ Մոսկվայի բանակցությունները դրական նշանակություն ունեն խաղաղության գործընթացի համար եւ նրանք ուկրաինական պատվիրակությանը հրավիրեցին առաջիկայում բանակցությունները շարունակել Միացյալ Նահանգներում։ Це процес чутливий. Չնայած Կրեմլի հանդիպումից հետո Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ փոխզիջումային լուծում դեռ չկա, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Ուիթքոֆի հանդիպումը բավականին լավ է անցել։ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, թե այդ հանդիպումից տպավորություն է ստեղծվել, որ ռուսական կողմը շատ է ցանկանում համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու հարցում եւ հավելել, որ ամեն դեպքում պարզ չէ, թե ինչ կլինի։ President Putin had a very good meeting yesterday with Jared Kushner and Նախագահ Պուտինը շատ լավ հանդիպում է ունեցել Ջարեդ Քուշների եւ Սթիվ Ուիթքոֆի հետ, ինչ դուրս կգա այդ հանդիպումից չեմ կարող ասել, որովհետեւ համագործակցելու համար երկու կողմ է հարկավոր։ very satisfied considering Բրյուսելում երեկ տեղի ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշնակիցների մեծ մասը 2/3-ը պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինայի համար զենքի գնումները։ Մարկ Ռյուտեն հայտնել է, որ երկու երկիր պլանավորում է քննարկել հարցը, եւս երկուսը Ավստրալիան եւ Նոր Զելանդիան խոստացել են միանալ այս երկրներին։ Ռյուտեի խոսքով դաշնակիցները պլանավորում են մինչեւ տարեվերջ մոտ $5 միլիարդ զենքի մատակարարում ֆինանսավորել։ But we must do more. Սակայն մենք պետք է ավելին անենք եւ բոլոր դաշնակիցները պետք է իրենց ներդրումն ունենան, ապահովելու, որ պատրաստ լինենք։ Նաեւ պատասխանատվությունը պետք է արդարացիորեն բաշխվի։ Ministers discussed the planning underway to chart a credible path. Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները։ Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է 6 մարդ, վնասվել է էլեկտրակայան։ Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում առնվազն 8 մարդ է վիրավորվել, այդ թվում 2 երեխա։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է ռուսական մի շարք շրջանների։